Որտեղ է ավարտվում ազատ խոսքի իրավունքն ու սկսում քրեական օրենսգիրքը։ Արդյոք կարելի է ամեն մի վիրավորանք կամ մեղադրանք փաթեթավորել որպես քաղաքական հայտարարություն։ Քաղտեխնոլոգն ասում է, մեր օրերում քաղաքական գործիչները խոսում են հաճախ առանց պատասխանատվության բաժինը գիտակցելու, երբեմն առանց փաստերի։ Իսկ հանրությունը սկսում է հավատալ ոչ թե ճշմարտությանը, այլ ամենաչնչին, բայց բարձր ասված խոսքին։ Խոսքը ինքը բավականին կարևոր նշանակություն ունի քաղաքականության մեջ, ոչ միայն խոսքը ինչպես հասցնել, նաև ինչ ասել, եւ ըստ այդմ դու պետք է հասկանաս, երբ որ դու խոսում ես ինչ-որ մի կոնտեքստ, նյութական, ասենք հասցնում ես քո ասածը, հասցնում ես քո լսարանին, նպատակը որն է, այսինքն դրդում ես դրանց ինչ գործողություն անել, որն է քո լսարանը։ Արման Բադալյանի կարծիքով խոսքի պատասխանատվության հարցում կարևոր նշանակություն ունի երկիրը ժողովրդավարական է, թե ոչ։ Դեմոկրատական համակարգերում խոսքի ազատություն ուղեկցվում է վերահսկողությամբ եւ պատասխանատվությամբ։ Հիմնականում գալիս է մի քանի պարամետրեր, ժողովրդավարականից թե չէ, եթե դուք լսում եք երկրի ղեկավարի կողմից բացարձակ անպատասխանատու վիրավորանք կայացնող արտահայտություններ կամ իր շրջապատի կողմից եւ ոչ մի արձագանք պետական կառույցներ, ասենք դատական համակարգից, ուրեմն իմացեք, դա չափանիշ է, տվյալ երկիրը ժողովրդավարական չէ։ Քաղաքական կուլտուրան բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում։ Բադալյանը նաև նշում է, որ եթե հասարակությունը քաղաքական ու հանրային գործիչների ոչ պատասխանատու հայտարարություններին չի հակադարձում, դա ցույց է տալիս հասարակության քաղաքացիական գիտակցության աստիճանը։ Հասարակություն շատ բան է կախած, որտեղ եւ դատավորը, եւ լրատվական դաշտը, եւ անկախ ուրեմն այս փորձագիտական մասնագետները, որոնք պետք է գնահատեն դա վիրավորանք է, դա վիրավորանք չէ, դրանք հասարակության ներկայացուցիչներն են։ Եվրոպական դատարանն ասում է, քաղաքական գործիչների միջև հայտարարությունների դեպքում հանդուրժողականության շեմն ավելի բարձր պիտի լինի, քանի որ սեղանին դրված է հանրային շահը, ոչ թե անձնական վիրավորանքը։ Երբ դա վերածվում է զուտ անձնական պիտակումների, անձնական կյանք ներխուժումների, անձնական կյանքի կոնկրետ տվյալների մասին հրապարակում կատարելու, ել չեմ ասում իշխանական լծակները դրա համար օգտագործելու, շատ պարզ օրինակ, երբ երկրի վարչապետը սկսում է խոսալ օրինակ հոգևոր ղեկավարների անձնական կյանքի մասին եւ մի բան ընդունենք, որ ինչ որ ասում է, գոնե իրականությանը մոտ է, ակնհայտ է, որ նա օգտագործում է պետական լծակները այդ տվյալները ձեռք բերելու համար, այսինքն այն օպերատիվ աշխատակիցների աշխատանքը, որոնք պետք է հանցագործություններ բացահայտեն, զսպեն ապօրինությունները, ըստ էության վարչապետի համար դեղին մամուլի այդ էջը լցնելու ֆունկցիա են կատարում։ Աստաբանի խոսքով երկու ինստիտուտ կա, որոնք ենթադրում են իրավական պաշտպանության մեխանիզմ, զրպարտություն եւ վիրավորանք։ Եվ այս դեպքում եւս կա արդարացում, եթե այն արվել է հանրային շահից ելնելով։ Նախ մենք հասկանում ենք դրա մենք անձի ուղղված մեզ խոսքը դասակարգում ենք վիրավորանքի դե զրպարտության դաշտում։ Այդ դատական պաշտպանությունը իմ նշած թե օրենքների, թե միջազգային փաստաթղթերի հիման վրա ունեն նաև պատասխանատվությունը բացառող հանգամանքներ, որոնցից մեկը հենց իմ ասած հանրային շահի քննարկումն է։ Հաստաբանը բացատրում է, այնպես չէ, որ իրականությանը չհամապատասխանող յուրաքանչյուր հայտարարության համար կարելի է դիմել դատարան։ Այդ արտահայտությունը պետք է ունենա բացասական ընկալում կամ բացասական հետևանք անհատի համբավի եւ հեղինակության համար։ Եթե գործը հասնում է դատարան, անձը կամ պետք է ապացուցի իր հայտարարությունների իրական լինելը կամ հերքի դրանք։ Մեր օրենսգրքով մինչև 6 միլիոն դրամի փոխհատուցում կարող է պահանջել քաղաքացին զրպարտության համար։ Գումարի վերջնական չափը որոշում է դատարանը։ Մոնիկա Հայրոյան, Գևորգ Սյանոսյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։